Ինչ դիետա ուզում ապահես, ոնց ուզում ասնվես, եթե դու նիհարում ես, դու ինչ որ քանակի սովածություն զգալու ես, որովհետև դու ճարպային մասսա ես կորցնում, որը պատասխանատու է լեպտին հորմոնի արտադրանքի համար, որն էլ իր հերթին պատասխանատու է կշտության զգացումի համար։ Որպեսզի քո դիետան հնարավոր լինի երկարաժամկետ պահել, շատ կարևոր է, որ այս սովի զգացումը շատ տանջալից ու շատ մեծ չլինի, որովհետև սենց տանջանքով սննդակարգ պահելը երկարաժամկետ հնարավոր չի։ Սակայն ամենատարածված խնդիրներից մեկը այն է, որ մարդիկ չեն կարողանում տարբերել սովի զգացողությունը food noise ասվածից։ Ինչն է, երբ որ դու ուղղակի ուզում ես ուտես, որպեսզի սնունդից հաճույք ստանաս։ Որ նստած գործ ես անում, մեկ էլ սիրտդ քաղցր բան ա ուզում կամ ինչ-որ կոնկրետ սնեք, էսի food noise-ա։ Էս ուղղակի քո ուղեղը քեզ ասում է՝ արի ես անկապ անհետաքրքիր գործը թողենք ու գնանք ավելի հաճելի բանով զբաղվենք։ Ու այս food noise-ը իրական սովածությունից տարբերելը շատ դժվար չի։ Այդ պահին, երբ որ սիրտդ ինչ-որ կոնկրետ բան ա ուզում, քեզ հարցրու ինչ-որ համային տեսանկյունից ավելի քիչ գրավիչ սնունդ կուտեիր, օրինակ կարտոֆիլ, ձու կամ ուղղակի խամ բանջարեղեն։ Եթե պատասխանը չէ, ու դու մենակ այդ կոնկրետ բանն ես ուզում ուտես, ու ուրիշ ոչ մի բան քեզ չի քաշում, ուրեմն դու սոված չես։ Էս ուղղակի food noise-ա։ Որովհետև ռեալ սովածության դեպքում դու ամեն ինչ ուզենալու ես ուտես։